Ուսանողների կրթաթոշակային ֆինանսավորման քաղաքականությունը կվերանայվի։ Կառավարության նիստին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը տեղեկացրեց, որ պետության կողմից կրթաթոշակային ծրագրերին մասնակցած ուսանողների չնչին մասն է վերադառնում Հայաստան ու շարունակում գործունեությունը սեփական երկրում։ Ըստ այդմ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բուհերում պետության կողմից կֆինանսավորվի մասամբ, դա էլ այն դեպքում, երբ մասնավորը առևտրային կազմակերպությունը կունենա առնվազն 100 աշխատող ու կհամաֆինանսավորի կրթաթոշակն առնվազն 50%-ով։ Սա ասելով մենք նկատի ունենք Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում եւ առաջին 75 բուհերը մագիստրատուրայի դեպքում եւ այս պարագայում կհամաֆինանսավորենք ուսանողների ուսման վարձը։ Կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի կազմակերպությունում։ Ոլորտի փորձագետը նկատում է մեր երկիրը բանիմաց երիտասարդների ու մասնագետների կարիք ունի եւ որպիսի խուսափենք նրանց կորցնելու ռիսկերից, պետական քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ երիտասարդը սեփական երկրում տեսնի իր համար ցանկալի հեռանկարը։ Համապատասխան վերաբերմունք չեն ստանում, աշխատանքի առաջարկ չեն ստանում, չնայած որ միջազգային առաջնակարգ բուհերում են սովորում, տեսնում են իրավիճակը այստեղ աշխատանքի ընդունվելու ձևը, հետևաբար նրանք գերադասում են այնտեղ ստանալ այդ աշխատանքը եւ այնտեղ շարունակել իրենց կրթությունը, բայց ես դրան դեմ եմ, որովհետեւ ինչքան էլ վատ լինի հայրենիքը, այնուամենայնիվ իրենց մի շուղն էլ օգտակար է հայրենիքի յուրաքանչյուր բնակավարը։ Կրթության մյուս փորձագետն էլ ուսանողների այսպես կոչված արտագաղթը պայմանավորում է մեր երկրում առկա անվտանգային վիճակով։ Միաժամանակ ընդգծում կրթությունը պետք է անվճար լինի բոլորի համար։ Ինչքան շատ մարդ կրթվի, այդքան լավ պետության ապագայի համար։ Այն պահից, երբ որ մեզ մոտ կրթությունը դարձավ վճարովի, լիքը խեղաթյուրումներ մտան, սկսած դրանից, որ համալսարանների համար ուսանողների առկայությունը դարձել է ինքնանպատակ, ամեն ինչ արվում է, որպեսզի ուսանողներ լինեն, որպեսզի վճարը գա։ Ուսանողների համար էլ, եթե իրանք վճարում են, որոշ իմաստով արդեն կանաչ լույսը ոչինչ չանելու։ Փորձագետները համակարծիք են, մեր կրթությունը կարող ենք որակյալ եւ մնայուն դարձնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Կառավարությունից էլ հայտնում են, մինչև աշուն մոնիթորինգ կիրականացվի, հասկանալու համար սովորածների վերադարձելիության մասով վիճակագրությունը։ Եթե կրթություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձողների եւ մեր երկրում աշխատողների թիվը ցածր լինի, ապա ծրագիրը չի գործի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։